Կառավարությունը պլանավորում է գիտության ոլորտին հատկացվող պետական ֆինանսավորումը նվազեցնել շուրջ 20%-ով։ Գործադիրը 2026 թվականի բյուջեի նախագծում գիտության ոլորտին նախատեսում է մոտ $71 միլիոն հատկացնել, ինչը $17 միլիոն քիչ է 2025 թվականի տարվա բյուջետային ծրագրից։ Միևնույն ժամանակ գործադիրը մտադիր է 2026 թվականին $13 միլիոն հատկացնել ակադեմիական քաղաքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2023 թվականին հայտարարում էր, որ ինչպես նախկինում չեն պատկերացրել, ապագայում էլ չեն պատկերացնում Հայաստանը առանց զարգացած գիտակրթական ոլորտի։ Հենց կրթության, գիտության մեջ ենք տեսնում Հայաստանի Հանրապետության ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը, ասել էր Փաշինյանը։ Armenia Today-ի նկարահանող խումբը Հայաստանի քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպես են գնահատում գիտության ֆինանսավորման կրճատումը եւ ինչ հեռավոր ռիսկեր ու հետևանքներ են տեսնում։ Գիտության աշխատողները ողբալի, խղճալի վիճակում են, ինչ գիտություն։ Տեղեկացնելու բաներ կա։ Շատ փոփոխություններ են եղել։ Այո, ամեն ինչն է շատ լավ է։ Այսքան երբեք ոչ մի տարիներին չի եղել։ Ես 75 տարեկան եմ, աղջիկս մանկավարժ հոգեբան, եւ ես հիանում եմ այս կատարվող հրաշք փոփոխություններին։ Ես չեմ կարող ճիշտ ասած ասել։ Չեմ էլ նայում լուրերը, դաժե ներվերս չի եկում։ Շատ վատ է։ Շատ նվազել է իմ կարծիքով ըստ իս վերջին տարիներին շատ է նվազել։ Ինչքան հնարավոր է թող բարձրացնեն ընդհակառակը։ Թողում եմ այս կառավարությունը ամեն դեպքում։ Այո, որոշակի չափով արվում են առաջվա համեմատ։ Սկսած հեղափոխությունից հետո։ Ես իմ կարծիքն եմ ասում։ Ես աշխատել եմ պետական ծառայող եմ եղել նախկինում, հիմա էլ թոշակառու եմ ու տարբերությունը շատ զգում եմ։ Նախկինները թալանել են, այս կառավարությունն է որոշակի բաց թողումներ ունի, բայց որ համեմատում ենք, ահագին ահռելի տարբերություն կա։ Ես մենակ այդ նկարամ ասեմ։ Գիտության ոլորտը դեռ գործում է Հայաստանում։ Ասեմ ձեզ ոչ, որտեղ գիտության ոլորտը արդեն կարելի է դատարանով սնանք ճանաչել իրեն։ Ինքը չկա տենց բան։ Անունն է մնացել, որտեղ ով քնից վեր է կենում, դարձնում է էսմի 12 տարի մեկը քնում դուրս է գալիս, դարձնում է 10 տարի, դարձնում է ավագ դպրոց, ցածր դպրոց, միջնակարգ դպրոց, բայց ոչ մեկ չի հասկանում, որ այդ երեխաները 8 տարի իրենց շրջապատի մեջ իրենց ունեցել են ու գնում են ուրիշտեղ, դա բերում է կոնֆլիկտի արդեն։ Այսօրվա դրությամբ մեր գիտության ոլորտում նույնիսկ չեն տարանջատում ուսուցիչ եւ դասատու բառակապակցությունները, որտեղ մենք սովետական միության ժամանակ ունեցել ենք ուսուցիչներ, որտեղ եկել են իրենք զուտ ուսուցանելու, իսկ հիմա մեծամասնությունը դարձել են դասատու, այնքան որ գան իրենց դասը տան ու գնան դպրոց։ Իմ կարծիքով ոչ։ Ես իմ հենց հայրեվում ուսանողների մնացած մասնագետների մեջ։ Պետք է ֆինանսավորեն, որ երեխեքը սովորեն։ Երբ էլի դարձնում են, ո՞նց են դարձնում։ Բայց աճում է գիտությունը են դարձնում են։ 20%-ով 2026 թվականին ֆինանսավորումը կրճատվելու է։ Նորմալ է դա։ Ինչի ֆինանսավորում։ Գիտության ոլորտի ֆինանսավորումը։ Ես տեղյակ չեմ դրանից։ Իմ եղբայրս էլ է ուսանող, իմ եղբայրս պետությունը չի աջակցում, թեկուզ կարիքավոր երեխաներին է, պետությունը չի օգնում, որ ավելի բարձր պաշտոն գիտության հավաստեն, թե դպրոցներում, թե ամեն տեղ։ Ճիշտ ասած, ես հեռու եմ գիտության ոլորտից, տեղյակ չեմ տենց, բայց ոնց որ սկսել են մի քիչ ուշադրություն դարձնել գիտությանը, այդ է իմ կարծիքը։ Խայտարակությունն է մանկավարժի վիճակը, խայտարակությունն է Հայաստանի համար, հավաքարարն ավելի շատ է ստանում, քան թե մանկավարժը։ Թող կրճատի, իրան պետք չի գրագետ մարդ, այդ դրա համար էլ կրճատում է, շատ էլ ճիշտ է անում։ Մի երկու հոգի, իրանց երեխեքը դրսում Եվրոպաներում կրթություն են ստանում, մենք մտածենք, ինչ ենք անելու, ուր ենք գնալու։ Իմ կարծիքով ոչ։ Ընդհանրապես գիտության ոլորտը լրիվ անկում է գնացել։ Չեմ անում։ Ինձ թվում շատ սխալ բան է։ Ի վերջո ես, եթե տնտեսություն ես ուզում զարգացնել, բնականաբար պիտի լինեն գիտականորեն ձևավորված նոր ճյուղեր, նոր մոտեցումներ։ Եթե դա չի լինելու, այս բուհերը ինչի համար են։ Սկսենք տեղից։ Այսինքն մեզ արդեն պետք չի գիրտ հասարակություն, զարգացած, այս մյուսների ավելի լավ կենցաղի մասին մտածող, չէ՞ որ դրանք բոլորը մի ամբողջ շղթա են։ Այդ դեպքում դա շատ սխալ մոտեցում է։ Այո, հատկապես վերջի տարիներին իսկապես որ
Գիտնականներն են զարմացել, ոնց կարող է որ 7-8 անգամ, նույնիսկ դեռ կա 10 անգամ աշխատավարձը բարձրանա։ Դա կատարվել է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Ինձ թվում է դա վերադասավորում են արել որոշ ծախսերի եւ ինձ թվում է դա ռեալ չի, ինչ որ դուք ասում եք, որտեվ ես չեմ հավատում որ կարող է պակասի։ Դա թյուրիմացություն է ինձ թվում է, նորից կավելանա, որտեվ դա իր արդյունքը տվել է արդեն շատ երիտասարդներ, որոնք չէին գնում ասպիրանտուրա, հիմա արդեն իմանալով որ գիտնականներին տեղ է տրվում, իսկ տեղ տալը նշանակում է գնահատել, գնահատական դա աշխատավարձ ու առաջի հերթին նաև նրանք հիմնականում արդեն ավելի նախկինում թափուր տեղեր կար ասպիրանտուրայի տեղերի համար։ Շատ սխալ են անում։ Չեն ուզում, չեն անում։